Տավայրի սմբուկը նախքան մշակովի դառնալը եղել է սպիտակ եւ ձվի տեսք է ունեցել։ Կարծում հենց դա է պատճառը, որ նրան անվանել են eggplant, որը թարգմանաբար նշանակում է ձվաբույս։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք սմբուկով եւ տավարի մսով կերակուր։ Սմբուկը մշակելու ենք երկու ձևով։ Սկսենք առաջին ձևից։ Տեղադրում ենք տախտակը։ Հեռացնում ենք ավելորդ մասերը պտկակոթի։ Եվ կտրում ենք երկարությամբ երկու հավասար մասի, այսպես։ Որից հետո փորում ենք, հանում ենք պտղա միսը։ Ստացվեցին նավակներ։ Պտղամիսը օգտագործելու ենք միջուկի համար։ Թող մնա այստեղ աչքի առաջ։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Լցնում ենք սառը ջուր։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով։ Գցում ենք աղաջրի մեջ, թողնում ենք որոշակի ժամանակ։ Իսկ մյուս ձևը սմբուկները շերտատում ենք։ Նախքան այդ կտրում ենք ծայրերը, մեկու մեջ կլպում ենք, փաստորեն վերցրել եմ 1 տրուս սմբուկ եւ 1, 2, 3 այսպիսի երկարուկ սմբուկներ։ Սրանք կտրատում եմ շերտերի։ Եվ գցում աղաջրի մեջ։ Սրանք էլ թող մշակվեն։ Որից հետո սկսում ենք չորացնել։ Սկսենք տրուս սմբուկներից։ Յուղում ենք ջեռոցի ամանը բուսայուղով։ Որից ասալ չորացնենք, որից հետո յուղում ենք սմբուկները և տեղադրում ամանի մեջ, մեջից և դրսից։
Իսկ մնացածը արի դու այս կողմ մի խանգարի փռում ենք յուղաթուղթ յուղաթուղթն էլ այսպես թեթևակի յուղենք որից հետո շերտերը չորացնում ենք յուղում ենք, շարում ենք յուղաթուղթի վրա և ուղարկում ջեռոց։ Գործի ենք դնում նաև երկրորդ տապակը։ Մշակում ենք նույն կերպ։ Սա էլ տեղավորենք, այ այսպես։ Դու մնամ։ Դժվար գործը կարծես թե արեցինք։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան և եփում ենք կիսաեփ ենք անում սմբուկի շերտերը։ Այժմ անցնենք լցոնին։ Լցոնի համար սոխեռաց ենք անելու։ Վերցնենք մեծ տապակ։ Բուսա յուղ ենք լցնում։ Փոքր ավելացնենք։ Եվ 1, 2, 3 փոքր գլուխ սոխ ենք կտրատում։ Սոխը կտրատում ենք մանր։ Սմբուկը վերցրել է 4 սմբուկ։ Չհաշված տրուզը։ Հասլիկին։ Սովորության համաձայն անմիջապես կհամեմեմ սոխը Մարանիկ ընկերության աղով սոդայով և շաքարավազով։
Անմիջապես կհամեմեմ նաև կարմիր կծու պղպեղով։ Ավելացնում ենք սոխին, տապակվող սոխին, 1 ցողուն նեխուր տերևներով։ Տերևները յուրահատուկ համ կհաղորդեն կերակրին։ Մանր ենք կտրատում։ Ավելացնում ենք սմբուկի պտղամիսը, մանր կտրատած, հերթը հասավ տավարի սրտին։ Հանենք այն ինչը կարող է պետք գալ մեզ։ Վերցրել եմ կես կիլոգրամ սիրտ։ Կտրատում ենք հարմար չափերի և աղում ենք։ Սրտի հետ կաղամ 6 բջեղ սխտոր և 6 շերտ բեկոն։ Այն յուրահատուկ ծխի համ կհաղորդի խճողակին։ Տեղափոխենք սա ուժեղ կրակի վրա և զուգահեռ պատրաստենք սպիտակ սոուս, բեշամել սոուս։ 50 գրամ կարագ ենք գցում։ Հենց կարագը հալվեց, կավելացնենք ալյուր։ Իսկ սրտին կավելացնեմ մանրացրած ընկույզ 50 գրամ։ Հարիչի օգնությամբ մանրացնում և լցնում ենք սրտի վրա։ Սրտին կավելացնենք նաև լոլիկ, քերած լոլիկ։
վերցնեմ 2 լոլիկ։ Կարագը արդեն հալվել է, լցնում ենք ալյուրը։ Փոքր տապակելուց հետո կավելացնենք կաթ 200 մլ։ Կաթը ավելացնում ենք քիչ, որ գնդեր չառաջանա ալյուրից։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, կես թեյ գտալ աղացած սև պղպեղով, մշկնկույզով, և մի փոքր քրքում կավելացնեմ ոսկեզոծ երանգի համար։ Ավելացնում ենք 50 գրամ մոցարելա պանիր, Բեշամել սոուսը թողնում ենք կրակին այնքան, մինչև պանիրը հալվի, փրկենք սմբուկները։ Սկսենք չաղլիկից։ Սրանք էլ հանենք։ Ջեռոսը չենք անջատում։ Չաղլիկ սմբուկները լցոնում ենք տավարի սրտով։ Եվ վրան մոցարելա պանիրով բեշամել սոուս ենք դնում։ Վերջ կրակը կարելի է անջատել։ Սա ուղարկում ենք ջեռոց։ Իսկ ուրեբռնիչները «190 աստիճան ջեռոցում, 190 աստիճան տաք ջեռոցում թողնում ենք այնքան, մինչև կարմիր կեղև կապի, որից հետո նա կմատուցենք, մատուցելիս վրան թարմ կանաչու տերևներ կդնենք։ Այժմ հավաքենք շերտերը։ Յուղում ենք։ Դնում ենք սմբուկի շերտեր, լցնում ենք տավարի սրտով խճողակը, հարթեցնում ենք, վրան մոցարելա պանիրով բեշամել
սոուս ենք ծորացնում և շերտը կրկնում ենք, այսինքն սմբուկ, սիրտ և բեշամել։ Վերջում մոցարելա պանրով բեշամել սոուսն է։ Հարթեցնում ենք և ուղարկում ենք ջեռոց։ Սա էլ թողնում ենք ջեռոցում, նույն կերպ, հենց կարմիր գեղև կապեց, հանում ենք, կմնա ընդամենը ամբոշխնել։ Սմբուկով և տավարի մսով կերակուր։ Հաստ սմբուկ երկարությամբ կտրատել, պտղամիսը հանել, պահել միջուկի համար։ Պատյանները և մյուս սմբուկի շերտերը դնել աղաջրի մեջ, ինչից հետո հանել, անձառոցիկով չորացնել։ Հաստ սմբուկները բուսայղով պատել, շարել ջեռոցի յուղած տապակի մեջ, ուղարկել ջեռոց։ Մյուս սմբուկները յուղել, շարել ջեռոցի յուղաթուղթ փռած և յուղած տապակի մեջ։ Դա էլ ուղարկել ջեռոց, կիսայեփ անել 190 աստիճան տաքությամբ։ Լցոնի համար բուսայուղ տաքացնել, կտրատած սոխ տապակել։ Համեմել աղով, սոդայով, շաքարավազով, կարմիր կծու պղպեղով։ Ավելացնել մանր կտրատած նեխուր, սմբուկի մանր կտրատած պտղամիսը։ Տավարի սիրտ, սխտորի պճեղներ և բեկոնի շերտեր միասին աղալ, ավելացնել տապակի մեջ, խառնել, վրան ավելացնել մանրացրած ընկույզ, քերած լոլիկ, կրկին խառնել։ Բեշամել սոուսի համար կարագ տաքացնել։ Հենց կարագը հալվի, վրան ալյուր լցնել և քիչ-քիչ կաթ ավելացնել։ Համեմել աղով, սև պղպեղով, քերած մշկընկույզով, քրքումով։ Ավելացնել մոցարելա պանիր, եփել այնքան, մինչև պանիրը հալվի։ Հաստ սմբուկը լցոնել խճողակով, բեշամել սոուսով ծածկել, 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև կարմիր գեղև կապի։ Մյուս սմբուկները շարել ջեռոցի բուսայղով պատած տապակի մեջ, երկրորդ շերտով վրան խճողակ լցնել, ապա պանրով բեշամել սոուս, շերտերը կրկնել, վերջում պանրով բեշամել սոուս լցնել։ Սա էլ ուղարկել ջեռոց, մինչև կարմիր գեղև կապի։ Մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի բդիկներ, նարինջ, դեղցի չիր, թահին, նաշարապ, ընկույզ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։